Բարև ձեզ, ես Անահիտն եմ, բարի գալուստ իմ YouTube ալիք։ Այս տեսանյութում ես ձեզ կասեմ այն սխալները, որոնք մենք անում ենք, երբ ջուր ենք խմում։ Այո, ջուրը շատ օգտակար է մեզ համար։ Մեզ դա կենսական է պետք։ Առանց ջրի ոչինչ։ Բայց եկեք հասկանանք, ինչպիսի սխալներ են լինում, երբ մենք ջուր ենք խմում։ Դրանից կարող են առաջանալ մի քանի տհաճ ազդեցություններ մեր օրգանիզմի վրա։ Դա կարող է լինել հոդացավ կամ նույնիսկ գիրություն։ Սա նույնպես կարող է լինել, եթե մենք չգիտենք, թե ինչպես է պետք ճիշտ խմել ջուրը։ Այս տեսանյութում ես ձեզ կասեմ 6 սովորական սխալներ, որոնք ես նկատում եմ առօրյա կյանքում, որ մարդիկ անում են։ Եվ ես գիտեմ, որ դրանք հետագայում կարող են բերել հիվանդությունների։ Եկեք սկսենք առաջին սխալից, որը ես նկատում եմ։ Մարդիկ ջուր են խմում կանգնած դիրքով։ Այո, ջուրը միշտ պետք է խմել նստած դիրքով, ոչ թե կանգնած։ Ինչու՞։ Որովհետև երբ մենք խմում ենք կանգնած դիրքով, դա լավ չի անցնում մեր երիկամներով։ Եվ երիկամը չի կարող այդպես լավ ֆիլտրել, եթե համեմատենք նստած խմելու հետ։ Երբ մենք նստած ենք, մեր օրգանիզմը ավելի հանգիստ վիճակում է եւ անատոմիական առումով մեր օրգանները լինում են ուղիղ դիրքում։ Ջուրը դանդաղ է անցնում եւ դրա շնորհիվ երիկամները լավ են ֆիլտրում։ Չի լինում այտուցվածություն դեմքին կամ հոդերը չեն ցավում, եթե ջուրը խմեք նստած։ Նստեք, հանգստացեք եւ հետո խմեք ջուրը։ Մի վազեք, մի խմեք կանգնած ու անմիջապես շարունակեք քայլել։ Դա հետագայում հիվանդություններ է առաջացնում։ Սա առաջին սխալն է։ Երկրորդ սխալը։ Ջուր պետք է խմել միայն այն ժամանակ, երբ ծարավ եք։ Եթե ծարավ չեք, մի ստիպեք ձեզ խմել։ Դա ճիշտ չէ, որ մեզ պետք է օրական 2 կամ 3 լիտր ջուր։ Դա ընդհանրապես ճիշտ չէ։ Պարզապես հասկացեք, որ եթե ծարավ չեք, ջուր խմել պետք չէ։ Սա շատ կարևոր է։ Պահպանեք սա։ Սա երկրորդ սխալն է։ Շատ անգամ ես տեսնում եմ, որ մարդիկ նստած են աշխատանքի ժամանակ ու ասում են. «Ոյ, պետք է ջուր խմեմ», բայց իրականում ծարավ չեն։ Պարզապես խմում են, որովհետև բոլորը ասում են պետք է խմել 2 լիտր ջուր։ Սա փաստ չէ։ Եկեք անցնենք երրորդին։ Պետք չէ շատ ջուր խմել մեկ անգամից։ Եթե դուք երկար ժամանակ չեք խմել եւ հետո միանգամից խմում եք 1 լիտր կամ 500 մլ ջուր, դա չի կարելի։ Դա ծանրաբեռնում է ձեր ստամոքսը։ Ստամոքսաղիքային համակարգը եւ երիկամները նույնպես։ Դա նվազեցնում է ձեր մարսողական կրակը, նյութափոխանակությունը վատանում է։ Այդ պատճառով մի արեք, խմեք քիչ-քիչ, բայց մի քանի անգամ օրվա ընթացքում։ Դա օգտակար է ամբողջ օրգանիզմի համար եւ չի առաջացնի այտուցվածություն դեմքին։ Եթե շատ ջուր խմեք մեկ անգամում, այտուցվածություն կլինի դեմքին, մարմնին, ոտքերին։ Դա վնասակար է։ Դա մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։ Այս սխալը մի արեք։ Եկեք անցնենք չորրորդին։ Չպետք է խմել սառը ջուր։ Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի կամ մի փոքր տաք։ Եթե խմեք սառը ջուր, դա վատ ազդեցություն է ունենում մարսողության վրա։ Նյութափոխանակությունը լավ չի աշխատի, եւ դուք չեք ստանա բոլոր վիտամիններն ու հանքանյութերը սննդից։ Դա կազդի ամբողջ օրգանիզմի վրա՝ մաշկ, հոդեր, մազեր, ներքին օրգաններ։ Բոլորը կտուժ են։ Ուզում եք դա։ Հույս ունեմ ոչ։ Այդ պատճառով ասում եմ, այս սխալը մի արեք։ Միշտ խմեք տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Հիմա հարց. երբ է ամենալավ ժամանակը ջուր խմելու։ Սա իմ 5-րդ խորհուրդն է։ Ջուր չպետք է խմել կես ժամ առաջ ու 50 րոպե ուտելուց հետո։ Մինչև այդ 30 րոպե առաջ խմեք ջուր, կամ 1 ժամ հետո, կամ 40-50 րոպե հետո խմեք ջուր։ Դա կօգնի ձեր մարսողությանը։ Եթե ուզում եք նիհարել, հատկապես մի արեք այն, որ ջուր խմեք անմիջապես ուտելուց առաջ, ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո։ Դա ձեզ գիրություն կտա։ Ինչու՞։ Որովհետև դա նվազեցնում է նյութափոխանակությունը, սնունդը մնում է ներսում, դա կոչվում է տոքսին, եւ հետո դա ազդում է ձեր ինսուլինի վրա, բարձրացնում է եւ սկսվում է գիրություն։ 6-րդ եւ վերջին խորհուրդն է. երբ է ամենալավ ժամանակը ջուր խմելու։ Դա առավոտյան է, երբ դուք արթնանում եք։ Առաջին բանը, որ պետք է անեք, ջուր խմել։ Ինչու՞։ Որովհետև գիշերը դուք քնած եք եղել, օրգանիզմը լավ չի աշխատել, եւ այստեղ շատ ֆերմենտներ են կուտակվում, որոնք օգնում են մարսողությանը։ Դրանք բոլորը գիշերը կանգնած են, իսկ երբ առավոտյան ջուր եք խմում, դրանք մտնում են ստամոքս եւ օգնում են մարսողությանը։ Եթե մարսողությունը լավ լինի, նիհարումը կլինի, նյութափոխանակությունը լավ կլինի, եւ դուք կստանաք բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, որոնք ձեզ պետք են։ Դա ձեզ կտա առողջություն։ Եթե ուզում եք առողջ լինել, առավոտյան պետք է խմել տաք ջուր։ Երբ արթնանում եք, անմիջապես վերցրեք 1 բաժակ կամ 1.5, ինչպես ձեզ հարմար է։ Խմեք։ Եթե ջուրը տաք է, կարող եք ավելի շատ խմել, քան սենյակային կամ սառը ջուրը։ Այդ պատճառով առավոտյան խմեք տաք կամ գոլ ջուր։ Շատ օգտակար եւ շատ լավ ազդեցություն է տալիս ջուրը։ Պարզապես պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ խմել։ Մի արեք սխալներ։ Սա ամեն ինչում ձեզ կօգնի։ Եղեք առողջ։